Հայ առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմի այս փուլում ակնհայտ դարձավ, որ թե եկեղեցին եւ թե ազգային հայամետ ուժերը միակամ են ընդդեմ հակաեկեղեցականության եւ հակահայկականության։ Սա մեր տեղեկություններով ավելի է նյարդայնացնում Նիկոլ Փաշինյանին, որը նպատակ ունի թուլացնել առաքելական եկեղեցին, գրավել նաեւ այս միակ կառույցը, որը չի կարողացել իրենով անել, կաթողիկոս դարձնել մեկին, որը հլու հնազանդ կլինի այդ ամենի հանդեպ, ինչ անում է երկրի եւ պետության հետ Նիկոլ Փաշինյանը։ Այս ճանապարհին նա փորձում է իր կողմից պառակտում մտցնել եկեղեցու, մյուս կողմից գտնել աբիժնիկներ, որոնք այս կամ այն պատճառով նեղացած են կաթողիկոսից։ Աբիժնիկներ գտնելու հարցում Փաշինյանը արտաքուստ հաջողել է, նա գտել է 2-3 նախկին եկեղեցականների, որոնք ժամանակին կարգալույծ են եղել, դրանցից մեկը նույնիսկ 2 անգամ։ Տարբեր պատճառներով ու հիմա նրանց իշխանական մի լրատվամիջոցից մյուսն են պտտեցնում, որ վարկաբեկեն կաթողիկոսին ու այլ բարձրաստիճան եկեղեցականների։ Սպասելի է Փաշինյանի իշխանության նման վարքագիծը, ես չեմ բացառում։ Փաշինյանը մի հայտնի կաշառատու էլ ունի, որ ասենք հայտնվի նաև նույնად Սիլվա Համբարձումյանը հայտարարի, որ այս կամ այն հոգևորականին կաշառք է տվել Աստծո մոտ իր հարցերը լուծելու, դրախտի հետ կապված խնդիրները կարգավորելու եւ իր ոչ այդքան բարոյական վարքագծին բարոյական փաստաթուղթ տալու համար։ Այնպես որ այս երկրում գրեթե ամեն բան հնարավոր է դարձել։